Եվ մի քանի բան, որը անցած անգամ էլ ասեցի, բայց այս անգամ էլ մի այլ կողմից ուզում եմ շեշտադրեմ, որ շատ հստակ գրված է հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր որ նստած էին։ Եվ ընդհանրապես այստեղ պետքա պատկերացումդ այդ գեղագիտական, այդ քո ֆանտազիատ պիտի միացնես, որ հասկանաս ինչ հա կատարվել։ Ներկա են եղել ամբողջ, հա, բավական մարդիկ վերնատանը սպասում էին, թե ինչ ա լինելու, զորություն պիտի առնեք գրված էր, բայց ինչպես Եվ ինչ ձևաչափով Տեր Հիսուսը չէր ասել, հանկարծ բառը նաև շատ կարևոր է այստեղ, եւ դա պետքա մեր կյանքերում էլ վերցնենք, որ ամեն բան կարա հանկարծ փոխվի, հանկարծ գա քո կյանքում, հանկարծ, եւ Աստված փոխի շատ բաներ, եւ հանկարծակի քամի պես լցվեց, եւ ընդհանրապես քամին Ուզում եմ մի երկու բան քամիի մասին ասեմ, քամի եւ կրակ, հա, կրակի մասին նույնպես է խոսում, կրակի լեզուներ, կրակ եւ քամի եւ կրակը դա աստվածային դրսևորումներ են, դա արեստական ինչ որ դրսևորում չի, դա Աստծո կողմից ուղարկված դրսևորում է, եղանակային կարելի ասել եւ կրակը նույնպես Աստծո կողմից դա արեստական կրակ չէր եւ կառավարվում է նույնպես Աստծո կողմից դու չես կարող արեստական ինչ որ քամի սարքես արեստական կրակ միգուցե սարքես բայց դա չի ինչ որ Տերը այստեղ ցուցադրում է Պենտեկոստեի ժամանակ Հիսուսը երբ որ Նիկոդեմոսի հետ էր խոսում, ովքեր գիտեն, կարդացել ենք Հովհաննեսի 3:8-ում գրված, նա ասում է, որ Սուրբ Հոգով ծնված մարդը կամ մարդու ընթացքը նման է քամի շարժին, թե որտեղից է գալիս եւ որտեղ է գնում, դա Եկեք բացենք, որպեսզի ավելի ճիշտ կարդանք Հովհաննեսի 3:8-ը։ Ինքը շատ գեղեցիկ բացատրում է Նիկոդեմոսին, ովքեր որ գիտեք, որ ծածուկ եկել էր նրա մոտ, որ ոչ ոք չտեսնի եւ 7-րդ համարում ասում է 3:7 Մի զարմանար, որ ասեցի քեզ պետք է ձեզ վերստին ծնվել, քամին որտեղ ուզում է փչում է, եւ այն ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս եւ որտեղ է գնում, այնպես էլ ամեն հոգուց ծնվածը, ամեն Քամին գալիս է իրականում, եթե դրսում քամի է մենք կանգնենք, դու չես հասկանա, օքեյ, ինչ որտեղից կզգաս փչում է, բայց որտեղից է գալիս եւ իր տունը որտեղ է որ գնում է ինքը, դա մենակ Աստված գիտի, որովհետեւ Հոբի գրքում Աստված եղանակների մասին շատ խորքային ուսմունք է տալիս եւ սովորացնում է, որ ինքը պահուստ ունի, որտեղ պահում է կարկուտը, ձյունը վերջի օրերի համար եւ որտեղ է քամիի ծննդավայրը, որտեղից է ծնվում, այդ ամեն ինչը Տերը գիտի, բայց սա հոգևոր դրսևորման մասին է խոսում Տեր Հիսուսը եւ նույնպես հոգևոր եւ նաեւ ֆիզիկականում զգացին Պենտեկոստեի օրը, այնպես չէր, որ սենց մի տեսակ փշաքաղվեցին մենակ կամ տաքություն, ջերմություն զգացին, ոչ դա տեսանելի ովքեր որ տեսել են հայ սրբապատկերները, որ շատ հաճախ նկարվում է Պենտեկոստեի գլխավերևներում կրակի լեզուներ են ասում, կրակի լեզուներ կա Եվ դա տեսանելի է եղել, դա ֆիզիկականում եւ մասնավոր հոգեվորում կատարված աստվածային գործներ եւ հունարեն պնեումա ովքեր որ գրի են առնում կարող եք գրել քամի նշանակում է պնեումա
եւ որը համահունչ է նաեւ հոգուն, Սուրբ հոգուն եւ եբրայերենում ռուախ, ինչպես շատերդ գիտեք, որը երկու նշանակություն ունի, առաջինը քամին եւ երկրորդը շունչ, Աստծո շունչը, Աստծո հոգին եւ դա հենց գերբնական Աստվածայինին է վերաբերվում։ Դա հենց այն հոգին էր, որ Հայր Աստվածը փչեց Ադամի մեջ։ Շատերը միգուցե իմ հետ չհամաձայնվեն, որ Ադամի մեջ հենց Սուրբ հոգին էր, որովհետև Ադամը հողից, կավից սարքեց Աստված եւ դեռ կենթանի չէր, նրա մեջ պետքա հոգի լիներ, հա, այն ոչ թե Սուրբ հոգին, այլ կենթանության հոգին, կենթանություն բերող հոգին եւ քանի որ Աստված դեռ չստեղծած Ադամին ասում է Սուրբ երրորդությունով իրար հետ խոսակցություն են ունենում, ասում է եկեք գնանք եւ մեր պատկերով եւ մեր նմանությունով մարդ սարքենք, ես հակված եմ, որ հենց Սուրբ հոգին է լցվել Ադամի մեջ եւ այն գերբնական Աստվածայինը նրա մեջ էր եւ Սաղմոսների մեջ նույնպես ասում է, որ փոքրիկ աստվածներ եք դուք, այնպես չի, որ սենց մենք հենց աստվածներ ենք, ոչ, այդ աստվածայինը մեր մեջ է եւ մեր մեջ բնակվում է, եթե իհարկե բնակվում է եւ Ադամը, երբ որ ռունգերից Աստված փչեց հոգին նրա մեջ, նա կենթանի մարդ դարձավ, կենթանի եւ հոգեվոր էակ դարձավ եւ դարձավ նրանց նման, որովհետեւ Աստծո կամքը հենց դա էր, արարել մեկին, որի մեջ կլինի Աստվածայինը։ Եվ ես սրա մասին Հայաստանում եմ քարոզ արել, որ երբ որ Աստված ռունգերից փչում ասա, այլ ուզում եմ մի հատ պատկերացնեք, պատկերավոր, այսինքն ոնց են սիրահարները համբյուրվում, բայց Աստված էսենց իր այդ ռունգերի մոտ իր բերանը եւ փչում է այդ հոգին իրանից Ադամին, ինձնից քեզ ռուախ քամի եւ հոգի, օ հալելույա, փառքես Տեր, եւ կենթանանում է Ադամը եւ տեսնում է, այսինքն քիթին կպած Հայր Աստծուն, նման կերպար երբեք տեսարան, երբեք ոչ մեկ չի ունեցել, միայն մեր Տեր Հիսուսը, բայց մարդ արարածներից ոչ ոք նման հանդիպում Ադամի նման, ոչ ոք չի ունեցել, նա երես առ երես, Մովսեսի մոտ ագրված, բայց այդ տեսակ չի եղել, հաստատ չի եղել, այսինքն վերցնել եւ փչել, Աստված վերցրեց իրանից եւ փչեց մարդու մեջ, եւ ինչա կատարվում Պենտեկոստեի օրը, Հիսուսն ասեց ես կգնամ եւ հորը կխնդրեմ, միտեղ գրված է կաղաչե, միտեղ գրված է Հայրը ինձ կտա, որ տամ ձեզ հոգին, Աստվածային հոգին, եւ փչեց նա Պենտեկոստեի ժամանակ, գիտես Ադամից հետո շատ բան կորցվեց, մեղքի պատճառով կորցվեց, եւ հոգին իջնում էր մարդկանց վրա, բայց չէր բնակվում, ես հավատացած եմ Ադամը Սուրբ հոգով մկրտված էր, եւ ընդհանրապես գիտեք չէ, որ սկզբում լեզուներ չեն եղել, ինչ լեզվով է խոսել Ադամը Հայր Աստծո հետ, կոմունիկացիան Հայր Աստծո հետ օտար լեզուներով է եղել, այն լեզուները, որը որ գրված է Պենտեկոստեի ուղերձի մեջ, երկրորդ գործկառաքելոցում, կոմունիկացիան, շփումը, ինտիմ շփումը Ադամի Եվայի Հայր Աստծո հետ եղել է Սուրբ հոգով, որովհետև դեռ տրված չէին լեզուները, Եվ ինչ է գրված Աստվածաշնչում Հռոմեացիների 8:26-ում է գրված, ովքեր որ այս թեմաները իրանք սուր թեմաներ են,
դրա համար շատ նրբությամբ եմ մոտենում ես այս հարցին, որ ովքեր շատ տեղյակ չեն, որպիսի աստվածաշնչյան գիտելիք ստանան, ոչ թե փորձառությունս փոխանցեմ, թերև դա էլ շատ կարևոր է, բայց ես ուզում եմ աստվածաշնչյան ուսմունք այսօր տամ։ Ռոմացիների 8:26-ում գրված է. ամբարբար հառաչանքով բարեխոս է լինում եւ Տերը գիտի, թե ինչ է հոգու խորհուրդը։ Այստեղ մարդիկ, որ շատ հաճախ դատապարտում են խարիզմատ բողոքական շարժին, որոնք որոտար լեզուներով աղոթում են, ասում են Պենտեկոստեի ժամանակ տրված լեզուները բոլորը հասկանալի լեզուներ էին։ Եվ ես ասում եմ այո եւ ամեն, դա պարգևեր տրվեց նրանց, որպիսի գնան եւ ամբողջ աշխարհը ավետարանեն։ Եվ Հռովմայացիների 8:26-ում ասում է, որ բառեր չեն, ամբարբար հառաչանք է, եւ երեք գնել եմ Դիրեք Պրինցի շատ լավ գիրք, դեռ ամբողջը չեմ կարդացել, 3 եմ գնել, բայց բավական կարդացել եմ, հենց Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ բաները, որը որ ժամանակ տրված լեզուները բոլորը հասկանալի լեզուներ էին։ Եվ ես ասում եմ այո եւ ամեն, դա պարգևեր տրվեց նրանց, որպիսի գնան եւ ամբողջ աշխարհը ավետարանեն։ Եվ Հռովմայացիների 8:26-ում ասում է, որ բառեր չեն, ամբարբար հառաչանք է, եւ 3 գնել եմ Դիրեք Պրինցի շատ լավ գիրք, դեռ ամբողջը չեմ կարդացել, 3 եմ գնել, բայց բավական կարդացել եմ, հենց Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ բաները, որը որ շատ կարևոր է իմանալ, ոչ թե մեզ համար, մկրտվողներին ընդհանրապես այս ուսմունքը պետք չի։ Մկրտվածները գիտեն, որ Աստվածային է իրանց մեջ է, իրանց ամբողջ կյանքը փոխվեց, բայց որպիսի գրագեծով կարողանաս պատասխան տաս ամեն քեզ հարցնողին, որովհետև սա ամենասուր թեմաներից մեկն է, որ շատերը անտեղյակ են։ Մենք ունենք, բայց չեն կարողանում բացատրել, թե ոնց եկավ քո մեջ, ինչ ես անում, երբ որ աղոթում ես, որտեղ է կոնկրետ գրած հենց այդ ամբարբար հառաչանքի մասին, եւ արդյոք դա աստվածային է, եւ ասեմ, հա, որ ոչ միայն մենք Աստծուց կարող ենք այս լեզուների պարգևը ստանալ, այնտեղ կա մի նախանձ, հպարտացած ոգի, ընկած հրեշտակապետ Արուսյակը, որը նույնպես իր ոգին է տալիս եւ նույնպես մարդիկ կարողանում են օտար լեզուներով կախարդություններ անել, չարիքներ անել։ Դրա համար Աստված ասում է նրանց պտուղից կճանաչեք նրանց։ Եվ դա շատ կարևոր է, ընդհանրապես գիտեմ, որ 50-ական եղբայրների մոտ կա այսպիսի մի դրվածք, որ ով որ մկրտվում է պետք է գնա եւ աղոթի երեցի մոտ կամ սարկավակների, որպիսի հաստատվի, որ դա Աստծո հոգին է, ոչ թե դիվային ոգի։ Իմ հետ ցավոք սրտի մի անգամ փորձառություն եմ ունեցել, մի հայ աղջիկ Եվրոպայում մկրտվել էր եւ շատ ուրախ էր, աղոթում էր, բայց իմ դուրը չէր գալիս իր աղոթելը եւ ընդհանրապես իր գործեր իր վրայից ես բավական դևեր եմ հանել, սերիաներով էին դևեր դուրս գալիս իր վրայից եւ մեծ կասկածի էր տալիս իր օտար լեզուները եւ երբ որ ես արդեն Բելգիայի տեղափոխվել, ինքը Հոլանդիայում էր, ինձ ասեցին, որ
մարգարե էր եկել եւ այդ աղջիկը, այդ հայ աղջիկը բարձրաձայն աղոթել է եկեղեցում եւ ինքը լսել է ու ասել է, որ դու ամբողջ եկեղեցին անիծում ես, քո ներսի հոգին աստվածային հոգի չի, դա դիվային ուժ է, որ օտար լեզուներով աղոթում է, պապանձվիր եւ դուրս արիր իրանից։ Եվ սա նույնպես կատարվում է, սա պետք է նաեւ հաշվի առնենք, նաեւ Պողոս Առաքյալն է սովորացնում, ասում է ինչ հոգի առակ, որովհետև այո կան նաև ուրիշ հոգիներ։ Ես ինքս տեսել եմ ինչպես կախարդները օտար լեզուներով աղոթում են այդ հաղորդումներ կա, այդ ոչ թե տենց նայում եմ, պարզապես երբեմն տենց արագ թերթելու մեջ զգում ես օտար լեզուներով են աղոթում ու մի պահ հետաքրքիր է, ինչ լեզուներ են սրանք աղոթում, որտեղից կախարդին օտար լեզուներ։ Սա նույնպես այն զորությունն է, որ դևը սատանեն տալիս է իրա ոչ բոլորին, այնտեղ նույնպես ռանգեր կա, մարդիկ, որոնք որ ավելին են ուզում սատանայի այդ ուսմունքի մեջ, ինչպես մենք, երբ որ ավելին ենք ուզում, բացվում ենք Տիրոջ առաջ, Աստված տալիս է իր հոգին։ Եվ չեմ ուզում շատ այս մասին խոսել, բայց անբարբար հառաչանքով Հռոմեացիների 8:26-ը, քույրեր ջան, շատ կարևոր է, երբ որ մարդիկ ձեզ անարգում են, ասում են, բայց դուք չեք հասկանում ինչ եք աղոթում, այնտեղ գրված է, որ առանց հասկանալու, առանց բառերի է նշանակում, անբարբար նշանակում է առանց բառերի, այսինքն կլինեն հնչյուններ, կլինեն մելոդիաներ, կլինեն տառեր անգամ, կլինի, բայց դու ինքդ հոգու մեջ կհասկանաս, բայց նաև կարող է դեպքեր լինի, որ չհասկանաս, որտեղ գրված է, որ դա քո կոմունիկացիան է Հայր Աստծո հետ, Սուրբ Հոգին քո ներսից բարեխոսություն է անում սուրբերի համար։ Եվ նաև սրա մասին գրված, այսօր չէի ուզում դրա մասին խոսել, բայց քանի որ Տերը առաջնորդում է, ուզում եմ խոնարհվեմ Տիրոջ շարժի առաջ, շատ քննադատված նաև մի համար առաջի Կորինթացիների 14-րդ գլխում 14-ի հենց առաջինում ասում է, որ նախանձավոր եղեք պարգևներին, մանավանդ մարգարեանաք։ Գիտես, շատերն ասում են մարգարե ծնվում ես, ամեն, բայց այստեղ Պողոս Առաքյալ ուրիշ բան է սովորացնում, ասում է ջանք արեք, նախանձավոր եղեք մարգարեանալու, այսինքն սա կարող է փոխանցվի, դու կարող ես մարգարեական կոչման մեջ շարժվել, դու կարող ես, մարգարեական չեն ծնվում, մարգարե են ծնվում, սրանք տարբեր են, երբ որ կցվում է այդ ականը, դա փոխանցվում է մարգարեից քեզ, իսկ երբ որ դու մարգարե ես, դու արդեն ծնվել ես այդպիսին։ Օրինակ ին վրա եղել այդպիսի մարգարեություններ, ինձ ասել են, որ դու դեռ չծնված, ինչպես Երեմիային է ասվում հոր կողմից, այստեղ շատ հզոր միոցյալ ծերունի ունեինք, մահացավ ինքը, ես գնացել էի առաջ աղիքների հետ ցավեր ունեի, գնացել էի բժշկության օծություն ուներ ինքը անգամ մարգարե չէր, որ ին վրա մարգարեանար, բայց ինքը աղիքներիս համար չաղոթեցել, այդ երևի մի 25 տարի առաջվա բան եմ ասում։ Նայեց ինձ ու ասեց Երեմիայի մարգարեությունը, դու դեռ չծնված, Աստված քեզ ընտրել է մարգարե։ Ու այդ ժամանակ ես այդ չափը չունեի հասկանալու լավ ինչ է իրանից ներկայացնում մարգարե 25 տարի առաջ նոր Սուրբ Հոգով էի մկրտվել, նոր այդ շարժի մեջ էինք մտել եւ փառք ասում, որ Տերը բացում է, գնալով բացում է, մանավանդ եթե այդ հոգին ունես մարգարեի։ Եվ այստեղ երկրորդ համարում հետաքրքիր մի բան ասում, որովհետև լեզուներ խոսացողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։
Սա շատ կարևոր է, իհարկե, այստեղ շեշտը դնում է Պողոս Առաքյալը մարգարեանալու վրա, որ շատ կարևոր է ավելի, բայց եկեք չհերքենք, որ այստեղ մի խորը բան է ասում, որտեվ լեզուներով խոսացողը մարդու հետ չի խոսում։ Մենք պետք է իրար ցույց չտանք, մենք ինչ լեզուներ ենք խոսում, մենք ինչ հղկված է մեր լեզուները, վաու, եւ այլն եւ այլն։ Կա, դա էլ կա, բայց այստեղ երկու ձև կա, հա, կարելի ասել ձևաչափ։ Նաև Հռովմեացիների 8:26-ը եւ 14-ի երկրորդը իրար նման է։ Ամբարբար հառաչանք Հայր Աստծո հետ, խորհուրդներ, բարեխոսություն, քո գիտակցությունից դուրս, դա կարծես դու մի անոթ ես, որին օգտագործում է Սուրբ Հոգին կոմունիկացիա անելու Հայր Աստծո հետ։ Եվ հաջորդ բանը, որ ասում է, մի րոպե, շատ քննադատված էլի սուր մի համար, էլի 14-րդ գլխում Կորինթացիների, արդ երբ որ եկեղեցին գաք, ամենքդ լեզուներ խոսեք, հասկանում եք, սա տրվում է ամենքին։ Իմ երեխաները ծնված օրից խոսել են, սա ինչ որ յուրահատուկ, իհարկե ընտիր է, յուրահատուկ աստվածային է, բայց շատ մարդիկ այնքան են սենց իրանց անարժան սարքել, որ հենց իրանք պատնեշ են դարձել մկրտվելու Սուրբ Հոգով եւ Տերն ասում է չունեք հոգին, որովհետև չեք խնդրում եւ խնդրում եք չարաչար եք անգամ խնդրում ձեր ցանկությունները կատարելու համար դու պետք է ամեն աստվածային պարգև պտուղ գործածես Աստծո արքայությունը կառուցելու համար ոչինչ քեզ համար չի Ընդհանրապես տեսել եք ծառ, որ պտուղներ ա տալիս գեղեցիկ, կարմիր խնձորներ, այնտեղ խաղողը կախվել ա քաղցրահամ։ Տեսել ես երբևէ ծառը վերցնի ու իր խնձորը ուտի։ Կամ խաղողը։ Տենց բան չի կարող լինել։ Ամեն պտուղ ստեղծված է դիմացինի համար, ոչ քո համար։ Դու տալիս ես պտուղ ուրիշները, որ ուտեն։ Իսկ դու ուտում ես ուրիշների պտուղը։ Եվ այստեղ նայեք ինչ ասում։ Եվ երբ որ մեկտեղ կհավաքվեք, ամենքդ լեզուներ կխոսեք։ Եվ այստեղ խոսում է շատ հետաքրքիր ձևով Պողոս Առաքյալը եւ տգետը կամ անհավատ մտնի այնտեղ։ Միթե չի ասի, որ դուք գժվել եք։ Սա շատ է քննարկվում եկեղեցիների կողմից եւ ես ինքս նույնպես շատ զգուշ եմ այս թեմայով։ Մենք ունենք հատուկ աղոթքաժողով, որտեղ բոլորը առյուծի պես աղոթում են օտար լեզուներով։ Դա զորավոր է, դա հենց նա է, ինչ որ երկրորդի մեջ է գրված, երկրորդ համարի, մարդիկ խոսում են Աստծո հետ եւ չկա այնտեղ տգետ կամ անհավատ։ Եվ սա վերաբերվում է նորահոգիներին, հա չեմ ուզում ասեմ, որ բոլոր նորահոգիները տգետներ են, բայց շատերը չունեն այդ իմաստությունը, այդ գիտությունը աստվածային, որ հասկանան, և եթե ձեր մեջ մտնեն, կասեն, որ դուք գժված եք, և այստեղ ասում է, բայց երբ որ մեկտեղ կհավաքվեք, մեկըդ լեզու ունի, մեկըդ նա ունի, ամեն բան թող Աստծո շինության համար լինի, և եթե մեկը օտար լեզուներով աղոթում է, թող թարգմանվի, նույնպես գրված է, 13-ի մեջ նույնպես ասում է, վասնզի լեզուներ խոսողը թող աղոթ քանի որ թարգմանի էլ, և եթե աղոթ քանի օտար լեզուներով, իմ հոգին է աղոթ քանում, բայց միտքս անպտուղ է։ Հասկանում եք, որ սա երկու տարբեր դաշտերի մասին է, մտքի և հոգու դաշտը, բայց Աստված չի ուզում, որ մեր միտքը զարգացած չլինի հոգևոր գիտելիքներով։ Եթե մենք մենակ օտար լեզուներով աղոթենք, մեր միտքը հոգևոր հասունություն չի ունենա։ Եվ
Ընդհանրապես ես զգացել եմ օտար լեզուներով երկար աղոթողների մոտ խոսքի բացակայություն կա։ Խոսքի կարող են պարզապես հայտնություններ խոսել օտար լեզուներով, որ աղոթել են, տեսիլք են տեսել, հայր Աստված սա ասեց, նա ասեց, բայց եթե ասես որտեղ է գրված, օրինակ ընկած հրեշտակների մասին, դևերի մասին, կամ չգիտեմ Ենոքի մասին, Նոյի պատմությունը, Ծիածանի մասին, հայտնության գլխում ինչ որ խորություններ, խորը բաների մասին եմ խոսում, գիտություն չունեն, եւ քանի որ մեր ուղեղը այդ գիտությունը չունի, Աստված չի կարող քեզ խորը տեղ տանել քո օտար լեզուներով։ Աստված սիրում է հսկված իմաստությունով լցված մարդկանց։ Երբ որ Աստված Ադամի ռունգերից փչեց հոգին, Ադամը սկսեց իմաստության հոգով անուններ ասել, անունները անվանակոչել բոլոր կենդանիներին, ձկներին, թռչուններին, եւ ամբողջ Եդեմյան պարտեզը նա խնամում էր գրվածը։ Եվ սա միայն Աստծո գիտության հոգին կարող է անի, որ ինքը գիտես, նայում ես այդ անուններին ամեն մի կենդանուն անուն դնելը դա էլ մի աստվածային պարգև է տրված եղել իրեն։ Եվ դա հղկված միտքն է, որ Աստծո հետ շփվելով եւ Աստծո հետ շփվելը նաեւ Աստծո խոսքի ճանաչելիությունն է։ Եվ այստեղ Պողոս Առաքյալը կարծես արգելի, հա, բայց ոչ այդ մեր իմացած արգելելն է այստեղ։ Վասնզի լեզուներով խոսողը թող աղոտ քանի որ թարգմանի եւ աղոտ քանի օտար լեզուներով իմ հոգին է աղոթում, բայց միտքը անպտուղ է։ Ուրեմն ինչ պետք է աղոտ կանենք, հոգով աղոտ կանենք, մտքով էլ։ Սաղմոս երգենք հոգով եւ սաղմոս երգենք մտքով էլ։ Եվ ընդհանրապես օտար լեզուների մասին ինչ ասում, եթե դու օրտնես հոգով, նա որ տգետի տեղն է բռնել, այսինքն չի ուզում հասկանա քո այս օտար լեզուների աղոթքը, ինչպես ամեն ասի քո օրտնությանը, քանի որ չգիտի թե դու ինչ ես ասում։ Իրականում այդպես էլ կա։ Օտար լեզուների երկրպագությունը, փառաբանությունը կհասկանա օտար լեզուներով մկրտված մարդը, իսկ չմկրտված մարդիկ դա խենթություն կհամարեն, եւ դա մեզ պետք չի, դա Պողոս Առաքյալը արգելում է, եւ ընդհանրապես, բայց եկեղեցիում կամենում եմ Պողոս Առաքյալն է սովորեցնում։ Ես հավատացած եմ, որ այնտեղ եղել է այդ անբարբար հառաչանքը, այդ խառնաշփոթ վիճակը մանավանդ կորինթացիների եկեղեցիում եւ հենց այդ պատճառով է գրվել սա։ Եվ այդ խստությամբ է գրվել, մյուս եկեղեցիներին նման խստությամբ Պողոս Առաքյալը պատվեր չի տալիս։ Եվ կամենում եմ, որ 5 խոսք խոսեմ մտքով խոսեմ, ուրիշներին էլ բան սովորեցնեմ, քան թե բյուրավոր խոսքեր լեզուներով։ Եղբայր, մտքով տղա մի լինեք, բայց չարության կողմանե տղա եղեք։ Այսինքն երեխա, այսինքն աճած չլինեք մեղքի մեջ, այլ աճած եղեք Աստծո մեջ, սա է, որ Պողոս Առաքյալը ուզում է այստեղ ասի։ Օրենքում գրված է, որ օտար լեզուներով եւ օտար շրթունքներով խոսեմ այս ժողովրդի հետ, բայց այնպես ինձ ականջ չեն դնի, ասում է Տերը։ Եվ այստեղ հստակ մարգարեական մեսիջ է, որ օտար լեզուների աղոթքը վերսկսվել է, ոչ թե վերսկսվել է, դա հինավուրց աստվածային լեզուն է հենց, ասում է ես ինքս օտար լեզուներով խոսեցի նրանց հետ, ուրեմն լեզուները նշանի համար են, ոչ թե հավատացյալներին, այլ անհավատներին, բայց մարգարեությունները անհավատների համար է, այլ հավատացյալների,
Եվ եթե կա պարգև ունեցող թարգմանության, Պողոս Արաքյալն ասում է, որ թարգմանեք մի րոպե եւ կամենում եմ որ դուք ամենքդ լեզուներ խոսեք 5-րդում ասում մանավանդ որ մարգարեանակ այստեղ ինքը սանդղակներ ա դնում եւ մարգարեանալը օտար լեզուներով աղոթելուց բարձր է եւ իրականում ամենամեծ պարգևը դա համարվում է առաքելական եւ մարգարեական պարգևը որովհետեւ ավելի մեծ է մարգարեացողը քան թե լեզուներ խոսողը միայն թե եթե թարգմանի որ եկեղեցուն շինություն լինի նայեք մարգարեից կամ մարգարեացողից ցածր է բայց եթե չթարգմանվի ընդհանրապես պետք չի հասկանում եք եթե թարգմանվի ասում է ցածր անգամ մարգարեականից շատ խորը թեմա է մի օրվա ասելու չի սա բայց շատ կարևոր է սիրելիներ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին անարգում է որովհետև այս երկու բաների լեզուների պարգևի եւ օտար լեզուների այդ ամբարբար հառաչանքի տարբեր են դրանք այդ խառնաշփոթի մեջ իրանք էլ չեն հասկանում մենք որն ունենք իրականում մենք որ մկրտվել ենք Սուրբ Հոգով մեր մեջ շատերիս մեջ ամբարբար հառաչանքն է բայց այն մարդիկ որոնք որ հոգևոր խորը հասակ ունեն իրանց լեզուները հստակ կա դառնում օրինակ իմ ամուսինը պորտուգալերեն այնպես աղոթում, որ մեկը իր կողքը կանգնի եւ հստակ թարգմանել են իր աղոթքը, որ ինքը մաքուր պորտուգալերեն աղոթում եւ կան քույրեր կան մեր անայդ քույրը նույնպես մաքուր լեզուներ աղոթում իմ մոտ ես եղել է որ աղոթել եմ նույնպես թարգմանվել է մեր պաստոր Վիլին որը հոլանդացի է իմ կողքը կանգնած աղոթում էր հայերեն ես հավատում եմ որ դա իմ համար նշան էր եւ իրան թարգմանեցի լացեց ինքը այն ամենը ինչը որ ինքը ասել էր հոգու մեջ լացեց ինքը որովհետեւ Սուրբ Հոգին էր դա կազմակերպել որ ինքը հայերեն խոսի ես առաքելական ծառայողներից մեկի հետ խոսելուց դա ասեցի գիտեք որ հոլանդացին հայերեն էր խոսում եւ նա ասում էր այն հոգին որ դուք ստանում եք դուք չգիտեք ինչ հոգի է բայց այդ հոգին որ իմ ամուսնու աղոթքը թարգմանեցա պորտուգալերենից դա այնպիսի խորություն էր անգամ ասում էր այդ մարդը որ ես նման խորությամբ իմ լեզվով չեմ աղոթել սա աստվածային խորություն էր քո ամուսինը խոսում ընդհանրապես երբ որ թարգմանություն լինի շատ խորն է եւ այդ ծառայողը ասեց իրոք հասկանալի հայերեն լեզվով էր խոսում ասեցի այո եւ փառաբանում էր Աստծուն այնպիսի բառեր էր օգտագործում օրինակ շնորհակալություն հայերեն եվրոպացին դա իրանց համար այնքան բարդ է այդ բառը արտաբերելը բայց նա ասում էր եւ եկել եմ շնորհակալություն եւ շարունակեց այդ իր եւ երբ որ ես թարգմանեցի դա իրան իրոք պետք էր երևի թե ես ինքս չհասկացա որ ինչ կանի այդ խոսքերը իր հետ բայց իր ներսում փաստորեն ինք ուներ որոշակի վիճակ հոգեվիճակ որը պետք էր իրան այդ պահին Փառք Աստծուն Սուրբ Հոգին գիտի ինչ անում should